Բարև ձեզ սիրելի երկրորդ դասարանցիներ, շարունակում ենք մեր դասապատրաստման աշխատանքները։ Մայրենիից այսօր սովորելու ենք Սասունցի Դավթի կռիվը Մսրամելիքի հետ դասը։ Դասի հեղինակը Վաճական Ադիբեկի Սարգսյանն է։ Ասեմ, որ այս պատմությունը Վաճական Սարգսյանը վերցրել է Սասունցի Դավթ էպոսից։ Բացատրում եմ ինչ է էպոսը։ Սասունցի Դավթ էպոսը հայ ժողովրդի հերոսական պատմությունն է, որը ներկայացված է հեքիաթի ձևով։ Սասունցի Դավթ էպոսը երեխաներ բաղկացած է 4 մասերից, 4 ամբողջական գլուխներից, որոնք ունեն առանձին վերնագրեր։ Առաջին մասում, ըստ հեղինակի, էպոսի գլուխները ճյուղեր են անվանվում։ Առաջին ճյուղը կամ գլուխը Սանասար եւ Բաղդասար գլուխն է, որը պատմում է Սասունցի Դավթի պապի, Սանասարի եւ նրա եղբայր Բաղդասարի մասին։ Երկրորդ գլուխը Սասունցի Դավթի հոր Մհերի մասին է եւ կոչվում է այրուծաձև մհեր կամ մեծ մհեր։ Երրորդ ամենագլխավոր մասը էպոսի երրորդ ճյուղը Սասունցի Դավթն է, որը պատմում է մեր քաջերոսի հայի հավաքական կերպարի Սասունցի Դավթի մասին եւ կոչվում է Սասունցի Դավթ։ Իսկ չորրորդ ճյուղը, ամենավերջին ճյուղը, որը կոչվում է Փոքր մհեր, Սասունցի Դավթի որդու մհերի մասին է։ Այժմ կներկայացնենք Սասունցի Դավթի կռիվը Մսրամելիքի դեմ դասը։ Այս դասի ընթացքում սիրելի երկրորդ դասարանցի, դու խոսքում կտարբերես առարկա ցույց տվող բառերը։ Կհիշենք, որ առարկա ցույց տվող բառերը կարող են լինել անց ցույց տվող եւ իր ցույց տվող։ Առարկան կարող է լինել եզակի թվով կամ հոգնակի թվով։ Կիմանաս, թե ով է Սասունցի Դավթը։ Կպատմես Դավթի սխրագործությունների մասին։ Կհետևես Սասունցի Դավթի եւ Մսրամելիքի մենամարտին։ Մենամարտը կռիվն է, պայքարը երեխաներ։ Իսկ Վաճական Ադիբեկի Սարգսյանը ցես գրում է. դու կծանոթանաս մի հերոսի, որը կզարմացնի քեզ։ Նա հազարավոր տարիներ առաջ պայքարել է հայրենիքի թշնամիների դեմ, այսօր էլ է պայքարում եւ վաղը նույնպես պայքարելու է։ Այսինքն Սասունցի Դավթը հենց մենք ենք հայերս, հայի զավակները։ Սկսենք կարդալ դասը։ Մսրամելիքը սարի չափ մի հսկա էր, նա անթիվ անհամար զորք ուներ։ Մի օր կանչում է իր զորապետերին ու ասում. Հավաքեք իմ ամբողջ զորքը, Սասունցի Դավթի վրա կռիվ եմ գնում։ Ու զորքն առած գալիս է դեպի Հայաստան։ Զորքն այնքան մեծ է լինում, որ քետերի ջուրը խմելով ցամաքեցնում է։ Լուրը գալիս հասնում է Դավթին։ Դավթը վերցնում է թուր կեցակին, հեծնում է իր քուրկիկ ջալալի հրեղեն ցին, գնում է Մելիքի դեմ կռվի։ Մսրամելիքն ասում է. Լավ, կռվենք, բայց առաջինը ես քեզ խփեմ։ Համաձայն եմ, ասում է Դավթը։ Եկեք այս հատվածը վերլուծենք, հետո անցնենք հաջորդ հատվածին, երեխաներ։ Ով էր Մսրամելիքը։ Գտնում ենք համապատասխան հատվածը եւ կարդում. Մսրամելիքը սարի չափ մի հսկա էր։ Տեսեք, համեմատում է Մելիքին սարի հետ։ Ասում է այնքան մեծ էր, կարծես սար լիներ։ Նա անթիվ անհամար զորք ուներ։ Անթիվ անհամար, այսինքն հաշվել հնարավոր չէր, անհամրելի քանակով։ Երբեմն նաեւ ասում էին թիվ կար երկնքի աստղերին, թիվ չկար Մելիքի զորքին, այսինքն չափազանց մեծ զորք ուներ։ Ինչ ասաց մի օր զորապետներին Մսրամելիքը. Հավաքեք իմ ամբողջ զորքը, Սասունցի Դավթի վրա կռիվ եմ գնում։ Մելիքը հրամայեց հավաքել զորքը, որպեսզի Դավթի վրա կռիվ գնա։ Ինչ արեց Դավթը, երբ լուր հասավ իրեն։ Դավթը վերցնում է թուր կեցակին, հեծնում է իր քուրկիկ ջալալի հրեղեն ցին, հրեղեն այսինքն կախարդական ցի։ Ասում են, որ քուրկիկ ջալալին այնպիսի մի ցի էր, որը Սասունցի Դավթի բոլոր ցանկությունները հասկանում էր ու կատարում էր։ Իսկ թուր կեցակին Սասունցի Դավթի թուրն էր, որը ժառանգություն էր հասել իր հորից, այրուց մհերից, եւ շատ ուժեղ էր թուր կեցակիով, որ խփում էր, նրա թուրը ամիջապես քար լիներ, թե ապարաշ լիներ, կիսում էր։ Քուրկիկ ջալալին նույնպես այրուց մհերիցին էր, որը թողել էր իր որդուն։ Քո կարծիքով, ինչու Դավթը համաձայնեց, որ առաջինը Մելիքը խփի։
Այստեղ երեխաներին խոսեցնում ենք, իմանում ենք, թե ինչ կարծիք ունեն, մեկը կարող է ասել, որովհետև Դավիթը բարի էր, մյուսը կարող է ասել, որովհետև Դավիթը վստահ էր իր ուժի վրա, եւ երեխաների կարծիքները ապացուցելու համար շարունակում ենք Կաշտալ դասի հաջորդ հատվածը։ Դավիթը կանգնում է դաշտի մեջ մի բաց տեղում։ Մելիքը 3 անգամ այնպես թափով է խփում Դավթին, որ երկրաշարժ է լինում, 7 օր ու գիշեր փոշին երկինք է բարձրանում, բայց Դավիթը մնում է կանգնած։ Խփելու հեշտը հասնում է Դավթին։ Մելիքը վախից մտնում է խոր հորի մեջ, հորը խորը փոսն է, երեխաներ կարող ենք նայել նկարներին եւ հասկանալ, թե ինչի մասին ենք խոսում, երեխաներ։ Նկարում պատկերված է ինչպես է Մելիքը մտել խորը փոսի մեջ, այստեղ ինչպես է Դավթի առաջ է գալիս մի ծերունի, որը տվյալ հատվածը չկա գրքում, երեխաներ, բայց կպատմեմ։ Թշնամու բանակից մի ալևոր ծերունի գալիս է Դավթին ասում, թե ինչու ես մարդկանց սպանում, քո թշնամին թագավորն է, գնա նրա հետ կռվիր։ Եվ Դավիթը համաձայնում է, ասում է, ինչու եք եկել օտար դաշտեր լցվել, ուրիշի հողին եք ուզում տիրանալ, թողեք գնացեք ձեր տները, ձեր դաշտին տերեղեք, ձեր հոտին, ձեր ընտանիքներին, իսկ ես իմ կռիվը կանեմ Մելիքի հետ։ Եվ գնում է Մելիքի հետ խոսում։ Մելիքը վախից մտնում է խոր հորի մեջ, հսկայական քարերով փակում հորի բերանը։ Դավիթը վերցնում է թուր կեցակին, հեծնում է քուրքիկ ջալալուն եւ խփում։ Կենտանի եմ, մի անգամ էլ խփիր, գոռում է Մելիքը հորի միջից։ Դավիթը զարմանում է, ասում. Մելիք, թափ տուր քեզ։ Մելիքը թափ է տալիս իրեն։ Մի կեսը մի կողմ է ընկնում, մյուս կեսը մյուս կողմ, այսինքն Մելիքին մեջտեղից 2 կես էր արել։ Ու շունչը փչում է, շունչը փչել նշանակում է մահանալ։ Դավիթը դառնում է Մելիքի զորքին եւ ասում. Գիտեմ, որ Մելիքը ձեզ զորով է բերել մեզ վրա, գնացեք ձեր տները։ Դավթի ահից այլևս ոչ ոք չի հարձակվում մեր երկրի վրա։ Հիմա հարցերով կաշտանք եւ վերլուծենք։ Ինչ է տեղի ունենում Մսրա Մելիքի հարվածներից հետո։ Մսրա Մելիքը երբ հարվածում էր, տեսեք համապատասխան տեղը գտնենք, երեխաներ։ Երկրաշարժ է լինում, 7 օր ու գիշեր փոշին երկինք է բարձրանում։ Ինչ արեց Մելիքը, երբ հարվածելու հեշտը հասավ Դավթին։ Մելիքը վախից մտավ խոր հորի մեջ եւ հսկայական քարեր դրեց հորի վրա։ Ինչ է տեղի ունենում Դավթի հարվածից հետո։ Դավթի հարվածից հետո Մելիքը ասում է կենտանի եմ, մին էլ արի, այսինքն առաջի հարվածից անմիջապես Դավիթը Մելիքին կիսել էր։ Ինչ է ասում Դավիթը Մելիքի զորքին։ Դավիթը Մելիքի զորքին ասում է, որ Մելիքն է ձեզ զորով բերել, գնացեք ձեր տները, ես ձեզ հետ կռիվ չունեմ, եւ բաց է թողնում զորքին։ Ու Դավթի ահից այլևս ոչ մեկը չի հարձակվում Հայաստանի վրա։ Ձեր կարծիքով, երեխաներ, ինչու Դավիթը ազատ արձակեց Մելիքի զորքին, որովհետև Դավիթը կռիվ չուներ հասարակ մարդկանց հետ։ Նա միայն կռվում էր այն մարդու դեմ, ով ուզում էր իր երկիրը ստրկացնել, իրեն ստրկացնել եւ իր երկիրը գրավել։ Հիմա կաշտանք այն տողերը, որտեղից երևում է, որ Դավիթը շատ քաջ էր։ Նախ այն տողերը, որ Դավիթը չվախեցավ, անմիջապես համաձայնվեց, որ առաջինը Մելիքը հարվածի։ Երկրաշարժ անգամ եղավ Մելիքի հարվածներից, հող ու երկինք պատեց, բայց Դավիթը կանգուն մնաց, նա ուժեղ էր, հզոր էր ու անվախ էր։ Կաշտում ենք այն տողերը, որտեղից երևում է, որ Մելիքը վախենում է Դավթից։ Մելիքը մտնում է խորը հորի մեջ եւ հսկայական քարեր է դնում հորի վրա։ Ընտրում ենք եւ կաշտում այն տողերը, որոնք համապատասխանում են նկարազարդմանը։ Այդ տվյալ հատվածը, տեսեք նկարազարդմանը համապատասխան հատվածը կաշտանք։ Դավիթը դառնում է Մելիքի զորքին եւ ասում. Գիտեմ, որ Մելիքը ձեզ զորով է բերել մեզ վրա, գնացեք ձեր տները։ Իսկ այս հատվածը այն պահն է, երբ Դավիթն ասում է թափ տուր մի քեզ Մելիք։ Մելիքը թափ է տալիս իրեն, մի կեսը մի կողմն է ընկնում, մյուս կեսը մյուս կողմ։ Ինչ կլիներ, եթե Հայք Նահապետն օգնության հասներ Դավթին, հետաքրքիր բան է առաջարկում։ Երկու կերպարներին
Մեր նահապետ Հայկին ասում է ինչ կլիներ, եթե հասներ Տավթին օգնության։ Եթե Հայկ նահապետը օգնության հասներ Տավթին, երեխաներ ինչ կաներ։ Լսում ենք երեխաների կարծիքը, մեկը կարող է ասել, որ քանի որ Հայկ նահապետը հմուտ նետացիկ էր, միգուցե կնետահարեր Մելիքին, մյուսն ասում է, որ Դավիթը չէր թողնի, որ Հայկ նահապետը խառնվեր, քանի որ վստահ էր իր ուժին, եւ լսում ենք երեխաների կարծիքները, ամեն ինչ կարող են ասել մեր երեխաները եւ կարեւորն այն է, որ թույլ տանք իրենք արտահայտեն իրենց մտքերը եւ երբեք չասենք, որ որևէ մեկը սխալ կարծիք է ասում։ Այժմ մենք կկատարենք տետրի 6-ից 7-րդ էջերի առաջադրանքները, իսկ մյուս հատվածները կկատարենք հաջորդ դասերի ընթացքում։ Առաջադրանք 1-ը կարդում ենք եւ գրում, նաեւ սովորում ենք աչքի առաջ պատուհանիկի բառերը, այսինքն պարտադիր բառացանկի բառերը։ Բարձրանալ, բարձր արմատն է, անալ, բարձրանալ, կենթանի լսվում է თ, գրվում է თ, այլևս լսվում է էվը, գրվում է եւ, առաջին լսվում է չ, գրվում է չ, հարձակվել լսվում է ց, գրվում է ց։ Բառերը մի քանի անգամ գրելուց հետո երեխաները սովորում են ուղղագրությունը։ Այժմ առաջադրանք 2-ն ենք կատարում։ Գրիր առարկաների անվանումները դասավորելով այբինական կարգով։ Նայում ենք առաջինը, քանի որ ատառն է, Արարատն ենք գրում Արարատ։ Հաջորդը կետ է նկարված A, B, G, այբինական կարգով ենք դասավորում կետ։ Հաջորդը զինվորն է, զինվոր, սուր կամ կարող եք նաև թուր գրել։ Եթե թուրել ենք գրում Z-ից հետո պիտի գրենք, սուր գրելուց էլ պիտի անպայման Z-ից հետո գրենք, զինվորից հետո սուր եւ ամենավերջինը տուն։ Եթե սուր չենք գրում, գրում ենք թուր, երեխաներ։ Սկզբում թուրն ենք գրում, հետո նաեւ ավելացնում ենք ձին, որը ես շփոթվել էի ու չէի ավելացրել, ձի։ Իսկ այժմ կարող ենք այս հետեւյալ առաջադրանքի շուրջ կատարել եւս մի առաջադրանք։ Գտնենք շնչավոր առարկաները։ Ձի կենթանի է եւ զինվոր, երկուսն էլ շնչավոր են։ Գտնենք անց ցույց տվող առարկան։ Միակ անց ցույց տվող առարկան զինվորն է։ Կարող ենք նաեւ կազմել տվյալ բառերի հոգնագին։ Զինվոր, զինվորներ։ Սար, սարեր, Արարատը Արարատներ չենք ասում։ Ձի, ձիեր, գետ, գետեր, տուն, տներ։ Հիմա կատարենք առաջադրանք 3-ը։ Տեքստից օգտվելով լրացնենք նախադասություններում բաց թողնված առարկա ցույց տվող բառերը։ Մսրա Մելիքը անտիվան համար ինչ ուներ։ Զորք ուներ։ Դավիթը հեծնում է իր հրեղեն ծին։ 7 օր ու գիշեր փոշին ուր է բարձրանում։ Երկինք է բարձրանում։ Մելիքը վախից մտնում է խոր հորի մեջ։ Ով է վերցնում թուր կեծակին։ Սասունցի Դավիթը վերցնում է թուր կեծակին, երկուսն էլ մեծատառ Սասունցի Դավիթ։ Ով է թափ տալիս իրեն։ Մսրա Մելիքը թափ է տալիս իրեն։ Առաջադրանք 4-ը կազմում ենք հայից սեր ստանալու շղթան։ Փոխակերպում խաղն ենք խաղում։ Հայ յ փոխում ենք դնում մ դառնում է համ։ Հմ փոխում ենք դնում կ դառնում է կամ։ Այ փոխարեն տնենք ի կլինի կիր եւ ի փոխարեն տնենք է կլինի կեր։ Իսկ կի փոխարեն եթե ս տնենք կլինի սեր։ Հայից ստացանք սեր։ Առաջադրանք 5-ը երկից առանձնացնում ենք եւ գրում առարկա ցույց տվող բառերը։ Հիշենք առարկայի երկը։ Ինչ եմ, ով եմ, ինչ եմ, ով եմ, հող եմ, ծով եմ, հուր եմ, օդ եմ, մարդ, կենտանի, այն ամենն եմ, ինչ կա, չկա, ինչ կա, չկա, կա, չկա, ուրիշ խոսքով ցույց եմ տալիս ես առարկա։ Հող, ծով, հուր, հիշենք հուրը կրակներ, օդ, մարդ, կենտանի, խոսք, առարկա։ Եվ առաջադրանք 6-ը կկատարենք այսօրվա համար, գրում ենք երկու նախադասություն գործածելով կենթանի եւ օդ բառերը։ Վայրի կենտանիներն ազատ ապրում են բնության մեջ։ Անձրևից հետո օդը մաքուր է, շնչելը հաճելի։ Հաճելի օր եմ մաղթում ձեզ սիրելիներս, ցտեսություն։